Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանում արդեն 4-րդ անգամ անցկացվում է բանակի ճամբար միջոցառումը։ Բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ բանակի ճամբարը երիտասարդներին հնարավորություն է տալիս կիսելու այն հպարտությունը, որը զգում է յուրաքանչյուր զինծառայող հայրենիքին ծառայելիս։ Այս տարի բանակի ճամբարը կհյուրընկալի 1700 աշակերտի Կոջորիում եւ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում։ Վստահ եմ, որ այս օրերը ձեզ համար կլինեն շատ հետաքրքիր, հաճելի եւ անմոռանալի։ Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա տեղում տեսնելու, թե ինչպիսին է զինվորի կյանքը, ինչպիսի արժեքների է հաղորդակից զինծառայողը։ Նաեւ շատ կարեւոր է, որ բանակի ճամբարին այս տարի առաջին անգամ ավելացել է պատրիարքական ժամի բաղադրիչը, որտեղ հնարավորություն կունենաք խոսելու մեր ազգային հոգեվոր արժեքների մասին։ Բանակի ճամբար 2026-ի բացման արարողությանը ներկա են եղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին եւ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն իր անկախության, ինքնիշխանության եւ արժանապատվության համար պարտական է իր նախնիների ժառանգությանը եւ հերոսական զինվորականներին։ Մեր հայրենիքը մեզ միավորում է։ Այն փաստը, որ մենք այսօր ապրում ենք այս գեղեցիկ երկրում, խոսում ենք վրացերեն, դավանում ենք մեր քրիստոնեական հավատքը եւ ունենք եզակի մշակույթ ու ավանդույթներ, ամբողջությամբ մեր նախնիների, մեր պատմական գործիչների եւ ամենից առաջ մեր հերոսական զինվորականների շնորհիվ է։ Նրանց շնորհիվ է, որ մեր երկիրն այսօր կանգնած է անկախ, ինքնիշխան եւ հպարտ։ Վրաստանն այս տարվա մայիսին Հայաստանից 218.2 տոննա ծաղիկ է գնել, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։ Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների համաձայն այս տարվա մայիսին Վրաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2.9 անգամ, կազմելով 218.2 տոննա։ 2026 թվականի ապրիլի համեմատ մայիսին Հայաստանից ծաղիկների ներմուծումն աճել է 89%-ով, հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Նախորդ ռեկորդն արձանագրվել էր այս տարվա մարտին 128.9 տոննա։ Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերարտահանվում։ Գերատեսչության տվյալով անցած ամիս Վրաստանն այդ կատեգորիայի ապրանք չի արտահանել համաշխարհային շուկա։ Ընդհանուր առմամբ մայիսին Վրաստանը ներմուծել է 341.7 տոննա ծաղիկ։ Հայաստանից բացի Վրաստանին ծաղիկներ են մատակարարել Էկվադորը, Նիդերլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Իտալիան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է պաշտոնյաներին վերսկսել Ստամբուլի մերձակայքում գտնվող ուղղափառ քրիստոնեական աստվածաբանական դպրոցի բացման շուրջ բանակցությունները։ Այս հարցը բարձրացրել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որն ակնկալվում է հաջորդ ամիս կայցելի Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ 1844 թվականին հիմնադրված եւ 1971 թվականին թուրքական պետության կողմից փակված Խալկիի աստվածաբանական դպրոցը կենտրոնական դեր էր խաղում արևելյան ուղղափառ եկեղեցում, որպես տիեզերական պատրիարքարանի գլխավոր աստվածաբանական դպրոց։ Այստեղ կրթվել են ուղղափառ հոգևորականության սերունդներ, այդ թվում Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունների ընթացքում կողմերը կարող են բախվել լուրջ դժվարությունների։ Ֆիդանի խոսքով կողմերը դեռ պետք է լուծեն մի շարք բարդ հարցեր, նախքան համաձայնության հասնելը։ Սրանք կարևոր խնդիրներ են։ Հնարավոր է տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության հասնելը բարձ լինի։ Ժամանակ առ ժամանակ հավանաբար կտեսնենք, որ կողմերը փակուղի են մտել։ Պետք է պատրաստ լինել դրան։ Ֆիդանը նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը կարող է փորձել խոչընդոտել բանակցային գործընթացը։ Իսրայելն իր հնարավորությանը կսպասի։ Այն պատրաստ է խափանել բանակցային գործընթացը, երբ տեսնի դրա հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Ֆիդանը մեկնել է Կահիրե։ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթին Կահիրեում քառակողմ հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ Պակիստանի արտգործնախարար Մոհամմադ Իսակ Դարի հետ տարածաշրջանային հարցեր քննարկելու համար, կենտրոնանալով Միացյալ Նահանգներ Իրան միջանկյալ համաձայնագրից հետո Իրանի խնդրի վրա։
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանությունից։ Կողմերը քննարկել են փոստային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման եւ առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր։ Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին Հայփոստ ընկերության եւ Իրանի ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխհմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Իսլամաբադի փոխհմբռնման հուշագրի շրջանակներում բարձր մակարդակի բանակցությունների առաջին նիստն ավարտվել է Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջնորդ երկրները Կատարը եւ Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել։ Հուշագրի հիման վրա Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնել են ստեղծել բարձր մակարդակի կոմիտե միջնորդության գործընթացը քաղաքականապես վերահսկելու համար։ Գլխավոր բանակցողները պարբերաբար հաշվետվություն կներկայացնեն կոմիտեին եւ կղեկավարեն միջուկային հարցերի, պատժամիջոցների, նաեւ մոնիթորինգ եւ վեճերի լուծման խումբ, հուշագրի եւ այլ հարցերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Կոմիտեն համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագիր կնքելու ճանապարհային քարտեզը, հիմք դնելով հետագա տեխնիկական բանակցությունների անհապաղ մեկնարկի համար։ Ավելին փոխհմբռնման հուշագրի 5-րդ կետում նշված ժամանակահատվածում կողմերի միջև կապ է հաստատվել միջադեպերը եւ թյուրըմբռնումները կանխելու եւ առևտրային նավերի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար։ Կողմերը նաև համաձայնության են եկել ստեղծել հանձնաժողով կողմերի, Լիբանանի եւ միջնորդների միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների պահպանումն ապահովելու նպատակով, ինչպես նշված է հուշագրում։ Բոլոր հարցերի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ Բյուրգենշտոկում։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների առաջին փուլը սկսվել է հունիսի 21-ին։ Դրանք սկզբնապես նախատեսված էին հունիսի 19-ին, սակայն հետաձգվել են Լիբանանում Իրանամետ Հեզբոլլահ խմբավորման դիրքերին Իսրայելի կողմից հասցված ավիահարվածից հետո։ Ամերիկյան պատվիրակության կազմում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Իրանի ներկայացուցիչների թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարության միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ալի Բաղերին, կենտրոնական բանկի նախագահ Աբդոլ Նասեր Հեմմատին եւ նավթի փոխնախարար եւ Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բորդը։ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շնորհիվ Կատարի եւ Պակիստանի Թեհրանը համաձայնեց լուծել մի քանի հարցեր, այդ թվում նավթի արտահանման եւ Իրանի ակտիվների սառեցման հարցը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պակիստանի եւ Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Նավթի եւ նավթաքիմիական արտահանման մաքսատուրքերը վերացվել են, շրջափակումը վերացել է, որոշ սառեցված ակտիվներ ապա սառեցվել են եւ մեկնարկել է Իրանի վերակառուցման եւ զարգացման լայնածավալ ծրագիրը։ Շվեյցարիայում բանակցություններն այնուամենայնիվ սկսվել էին լարված մթնոլորտում, քանի որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Իրանի հասցեին։ Իրանը պետք է անմիջապես կանգնեցնի իր բարձր վարձատրվող պրոքսիների կողմից խնդիրների ստեղծումը։ Հակառակ դեպքում մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ։ Իրանի գլխավոր բանակցող Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել էր։ Մենք ամերիկացիների սպառնալիքները հաշվի չենք առնում։ Լավ կլինի նրանք զգույշ լինեն իրենց մեկնաբանություններում։ Մեր զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխանելու նրանց։ Նրանք շարունակ խոսում են, այդ մենք ենք, որ գործում ենք։ Շվեյցարիայում ընթացող բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։ Ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել։ Ես ակնկալում եմ, որ մոտակա ժամերին ավելի մեծ առաջընթաց կունենանք։ Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Լիբանանում Իսրայելի եւ Հեզբոլլահ շարժման միջև հակամարտությունը հանգուցալուծելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները Լիբանանում հակամարտության դադարեցման ուղղությամբ վերջին ամիսներին արել են ավելի շատ աշխատանք, քան աշխարհի ցանկացած այլ կառավարություն եւ մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։ Անդրադառնալով Շվեյցարիայում Իրանի հետ բանակցություններին, Վենսը հայտարարել է, որ սա տեխնիկական բանակցությունների մեկնարկն է, որի ժամանակ բոլոր տարաձայնությունները չեն լուծվի, սակայն դա թույլ է տալիս պատմության մեջ առաջին անգամ միասին նստել որպես երկու թիմ, հասկանալու համար, թե կողմերի համար ինչն է ամենակարևորը, կարգավորելու այդ հարցերը եւ գնալու դեպի ավելի լավ ապագա։
Հարցն այն է, թե ինչ կարող ենք մենք միասին անել։ Կարող ենք մենք ամեն ինչ սկսել մաքուր էջից։ Կարող ենք ընդմիշտ փոխել հարաբերությունները մերձավոր արևելքում, թե վերադառնալու ենք նրան, ինչ կար նախկինում։ Մենք դա չենք ցանկանում, բայց անկասկած դա հնարավոր է։ Շվեյցարիական Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղայեին։ Նա ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշմամբ վերջնական համաձայնագրի մշակմանն անցնելու գլխավոր նախապայմանը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցումն է։ Նրա խոսքով իրանական պատվիրակությունը պահանջում է խստորեն կատարել ստանձնած պարտավորությունները։ Դա վերաբերում է նաև Իսրայելի կողմից հրադադարի պահպանմանը։ Ադրբեջանական լողափերից մեկի մոտ հայտնաբերվել է նավթային հետք։ Պարզվել է պատճառը Ազնեֆտի ստորջրյա նավթատարներից մեկից արտահոսքն է։ Ազնեֆտի մասնագիտացված ծառայությունները տեղեկատվություն են ստացել Դուբենդի լողափի մոտ նավթային աղտոտման հետքերի մասին։ Ընկերությունից հայտարարել են, որ արտահոսքի աղբյուրը հայտնաբերելուց հետո խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է։ Նախնական գնահատականներով ենթակառուցվածքը կարող էր վնասվել արտաքին ազդեցության, ենթադրաբար խարիսխի հարվածի պատճառով։ Ազնեֆտը հայտարարել է, որ վերանորոգման եւ վերականգնման աշխատանքները սկսվել են։ Մինչև դրանց ավարտը վնասված խողովակաշարը կմնա շահագործումից դուրս, ինչը կկանխի նավթի հետագա արտահոսքը։ Տելեկոմ Արմենիա եւ Ազերտելեկոմ ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում եւ մատակարարում կոմերցիոն հիմունքներով։ Տելեկոմ Արմենիան, լինելով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը եւ աշխարհագրությունը, ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։ Ըստ Տելեկոմ Արմենիայի հաղորդագրության, համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը եւ տելեկոմ ոլորտում գործակցության զարգացմանը։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։